Չգիտեմ ինչի, բայց ինձ թվում է, որ այսօր սա շատ ցավալի է լինելու հանելուց։ Ուհ։ Պետք է արագ հանեի, օյ։ Դեռ ավելի հաճախ եմ սենց բաներ անում, քան որ Բելգիայում կանեի, որովհետև դե փոշի է շոտ ակեղտոտվում դեմքը սենց սև բաներ է լինում, ուզիս հատվածով բան։ Անընդհատ հարկավոր է մաքրել։ Բամբակը կումասի բաժանեմ։ Ածուխով է, թե միույց ենք պատվիրել ժամանակ, վատը չի, որ ասել, ընդհանուր։ Վերջ։ Մազերս նոր եմ ներկել, այս անգամ սպիտակները շատ շուտ եկավ, երևի մի շաբաթ հետո արդեն սպիտակները երևում էին։ Ֆենով մի քիչ չորացրել եմ, մազերս կտրվածքից շատ գոհ եմ, դուք էլ նկատում եք, չէ, շատ չի վերև թռնում ու հեսա շատ արագ ինքը բան կանի, լոքոնները ձեռք կբերի, մինչև օրվա վերջ արդեն մազերս իրա տեսքը կստանան ու ավելի լավ կլինի։ Մի հատ սաներ եմ նայում, խանութներում չկա, չոտկեր կան, բայց ֆենի սաներ Ամազոնով պետք է պատվիրեմ կամ մյուս կայքերով, բայց նախընտրում էի մի հատ տեսնեի այդ չոտկեր այդ վարսավիրները, որ օգտագործում են, շուտ տարածված է, մեր մոտ երևի որ խանութ մտնես կլինի, չէ, սուպերմարկետները, հիպերմարկետները, չկա, չեմ տեսել ոչ միտեղ, ու նայում եմ, նետ չի որ չեմ նայում, օնլայն կա, տեսել եմ, ուղղակի որակը կուզենայի տեսնել ինմա, չէ, որ բարակ է լինում այդ մազիկները, զուտ այդ դրա համար չեմ պատվիրում, բայց երևի թե պատվիրեմ, ուրիշ տարբերակ չունեմ, որովհետև զանգ լսում եք, այստեղ ինչ-որ վրան են խփել, առավոտյան ժամը 7-ից ինչ-որ պուջա են անում, չգիտեմ այդ պուջան ինչի հետ է կապված, այնտեղ ինչ-որ հետաքրքիր հագուստով տղամարդ են ինչ է այստեղ կատարվում հետաքրքիր է մարդիկ են հավաքվելու հյուրեր են ունենալու այն շենքը այն ոնց որ թե վերջացրել են երեք որ անցնում են բայց դեռ ամբողջությամբ չեն վերջացրել կամ նոր տարածք են գնել ինչ-որ մեկը, շնորհություն պետք է, բայց կարծեմ շնորհությունը ավարտելուց հետո են պուջան անում։ Կանչում են բոլոր բարեկամներին, որ ցույց տան, թե ինչ տուն են, ասենք գնել, սարքել։ Չգիտեմ, այստեղ մարդ կա, ինձ հարցնում տեսնեմ։ Իմանա ինչ պուջա է։ Հետևից պապին էր հարցնում եմ, բայց ինքը անգլերեն չի խոսում։ Ինչ-որ բաներ ասում չհասկացել, մեր ախրանայից հարցնեմ, կարող ինքը իմանա։ Ասում եմ պուջա է, ասում է չէ պուջա չի, ինչ-որ բաթիվդեյ է ասում, ինչ է ասում, ասում եմ բրդեյ, ասում է չէ, չեմ հասկանում ինչ է ասում խոսքը։ Իրար ամենաառավոտ է, որ ասում ամեն աստծու օր նամաստե ենք ասում, որ մեր conversation-ը այդքանով է, էլի սահմանափակ է շատ, պապին բացի Կանադայից ուրիշ լեզու չի խոսում։ Մեր ախրանայից հարցրի, ասում է այս շենքի համար, ասում է բաներ գնում, ոնց որ խնդիր էր, մի քանի հոգի պայքարում էին ոնց որ տարածքի համար, մի խոսքով կոնֆլիկտ կար էլի սեփականատերերի միջև, հիմա ասում է երևի կոնֆլիկտը բան է արել, արդեն կարգավորվել է, դրա համար այդենց ոնց որ պուջա, հա, ասեմ, չգիտեմ անուն ինչ ասեմ, ես այս տղայց կարծեմ էլի ինչ է կոչվում։ Մի խոսքով դա նշանակում է, որ իրանց կոնֆլիկտը կարգավորվել է ու հիմա այդպես բան են արել, արարողություն են անում, բարիշելու, հա,
իրար հետ արդեն եղբայրություն անելու մասին հայտարարությունն է, ընկերներ ջան։ Աղջիկներ ջան, ինձ նաև հարցնում եք, թե ինչպես է իրեն զգում Շունիկը, Ձագուկը ամենակարևորը, ասեմ, որ Շունիկը իրեն շատ լավ է զգում, դուրս եկել էսպես հիմա պարկել է, հանգստանում է, Ձագուկն էլ այնտեղ է էլի։ Այդ օրը, հենց այդ օրը արդեն մի քիչ անցավ, մի որոշ ժամանակ, արդեն մի քանի ժամ հետո ինքը հանգիստ էր արդեն ու գնում էր իր Ձագուկի մոտ։ Աղջիկները նաև ասում էին, Լանա ջան, երևի թե հարկավոր է, որ Ձագին այդտեղից հանեք։ Ճիշտն ասած, ես քանի որ շուն չեմ ունեցել, չեմ պահել, չգիտեմ, էլի չեմ հասկանում։ Գիտեմ, որ այս շունը ոնց որ իր համար բույն սարքել է այդտեղ, այդ իր տունն է ոնց որ ու Ձագ ունեցել է այդտեղ։ Ենթադրում եմ, որ մի քիչ պետք է սպասում է մի քիչ մեծանա, դեռ կերակրում է ու հետո կհանի։ Ինձ տենց հա թվում։ Գուցե ճիշտ է, գուցե հարկավոր է հանել, բայց քանի որ ես Ձագ տենց չեմ ունեցել, շուն չեմ պահել, չեմ իմանում էլի։ Հələ մեր տղայից էլ հարցնեմ։ Գուցե ինքը իմանա։ Հա? Not getting strong. He's not strong enough. He has to stay there. Asma, Yes, just it's better for him there. Ասում անդեղ պիտի մնա։ call your baby. Hey. Կհանես Ձագի դուրս։ And what if we will take out from there? What do you think? That's it, come. Yeah, what be out? Yes, this way. Չի հասկանում էլ շատ լավ ինքը։ Ասմաստերից հակնում ստերից համոտ։ Հեսա սպասեք փորձեմ բացատրեմ։ Եկավ Ձագուկը մի քիչ գնաց մոտը։ Ձագուկի ձենը լսեց ինքը գնաց ներս, բայց Ձագին դուրս չի անում։ Բերում է սենց մի քիչ այս կողմերը, Ձագը դեռ չի քայլում։ Բերում է մի քիչ այս կողմ կամ այնտեղից է հանում մի քիչ դուրս, այս մոտիկ տեղն է բերում։ Հետո նորից տանում է ներս, ինքը չի բերում իր Ձագին դուրս։ Երևի մաման է, էլի գիտի ինչ պետք է անի։ Ես էլ չեմ հասկանում, այս տղան էլ տենց շատ չի հասկանում, որ ասեմ շատ ենք հասկանում ինչ պիտի անենք, ինչ պետք է չանենք, բայց դե առայժմ էսի է այդ Ձագուկի տունը, երևի ամեն դեպքում պաշտպանված էլ է, էլի դրսում դե իրիկունը ցուրտ ա լինում, պատկերած, այստեղ պաշտպանվելու տեղ չկա, նայեք դրսում, որտեղ մնա այդ շունը, այդ շան համար լավ է, գիշերները շատ ցուրտ անում, դե պատկերացինք մենք պատուհան չենք բաց։ Գիշերները չէ որ մենք պատուհան չենք բացում, լավ ցուրտ է, ես օրինակ այսօր տաք շորերով եմ ու դրա համար պետքա որ այդտեղ ավելի ապահով է երևի, հետո կենդանիներ չկան, ավելի ճիշտ է կան կենդանիներ, բայց դե չգիտեմ, տենց ծառ տակով չի ունենա իրա Շունիկին, գուցե այդտեղ, բայց այդտեղ փակ է, էլի, այդտեղ տաք է, դրա համար է, ամեն դեպքում մայրն է։ Հետո աղջիկներ ջան, հարցնում եք մի Ձագ ունի, թե այս շունը անընդհատ Ձագեր ունի, ճիշտն ասած, ինքը նենց չի, որ այս մի Ձագ ունի այս անգամվանից, ամեն դեպքում այստեղ մի Ձագ է, ուրիշները չգիտեմ ունեցել է թե չի ունեցել, որովհետև մտել է այդտեղ Ձագ ունենալու ծառու, բայց ու հետո Ձագին ունեցել է ոնց որ դուրս է եկել։ Ես չեմ հետևել էլի պատմությանը, որ իմանամ քանի Ձագ է ունեցել։ Դե եթե շատ ունենար, շատ Ձագեր կլինեին այդտեղ։ Այ էդ է ասում, այս տղան ասում այ կարանք Here? No. Չկա։ Խորն է երևի, I think deep there։ Կարանք ստեղ ասենք հանենք բերենք, բայց ստեղ բան է գալիս, քամի է ստեղ, գիշերները կմրսի այդ Ձագուկը, ասենք մաքրի, ասենք շտոպրակ մոբրակ այսի հանենք, բայց դե կմրսի Ձագը, ստեղ շատ տաք է։ Ես մաման է գալիս։ Come. Չես ուզում Ձագիդ հանես։ Չի ուզում։ Չէ, չի բերում Ձագին։ Այս տղան էլ ասում է երևի մի շաբաթից նոր կհանի իր Ձագին։ Բայց քայլում է։ Մի քիչ եկավ առաջ իր ոտով։ Ինչու՞ չկա
Okay, go. You go. Կգա ուտելիքի հետևից, թե չէ։ Ինքը կաթ է ուտում դեռ, իրան ես ուտելիքի հոտը ծանոթ չի, բայց ձենը լսվում է այնտեղից ծվծվոցը։ Ինքը կերավ գնաց, չեկավ Զակուկը։ Մեր շունիկի պատմությունը, բայց կարևորը որ հիմա արդեն գնում է իր Զակուկի մոտ, Զակուկին տեսնում է այդ օրը ուղղակի վախեցած էր, բայց արդեն հանգիստ եղեք, որ լավ է իր անցքում։ Ես շուն շատ սիրում եմ, բայց շուն ինչի օրինակ տունը չեմ պահում շուն։ Դե նախ որ տանը չենք լինում, անդա ճամփորդում ենք եւ մյուս բանն էլ, ես որ փոքր էի, դեռ դպրոցել չէի գնում, մի փոքր շունկի Զակուկ, ոնց որ հանգստանալու էինք գնացել, այդ հանգստան տանը, այսպես ասած, վերցրել էի իմ հոգատարության ներքո ու բոլորին հայտարարել է, որ դա իմ շունն է, ես իրան պահելու եմ, անունը չեմ իր շունին չէր։ Իհարկե տանը հենց չէ պահում, այդ որտեղ որ հանգստանում ենք, սեփական տուն էր, որ այդ սեփական տան բակում, հաց էր տալիս, սիրում էի, մի խոսքով, դե փոքր երեխան ինչ կան, մինչև դպրոց գնալ էի, 7 տարեկանից եմ գնացել դպրոց, երևի 6 է ենթադրում եմ։ Ու շատ պատահաբար մեքենա այդ վարորդն էլ մեղավոր չէր, ոնց որ այդ մեքենան հետ էր տալիս, ուշ ժամի էր, շատ զգուշ, շատ բանով, Զակուկը չգիտեմ որտեղից դուրս եկավ, դուրս թռավ, այդ մեքենան անցավ ոտի վրայով, ցավացրել էր ուղղակի, թե ես ինչ խորը ցավ ապրեցի, ոնց է լացում, ոնց է եկեկում, այդ շան համարի խոսքով ես հասկացա, որ տանը երբ որ կենդանի ես ունենում, ինքը դառնում է քո տան անդամը, ոչ մի բանով չի տարբերվում, շատ սիրում ես ու շատ ցավալի է լինում, եթե այդ շունիկ կլինի, կատու կլինի, ինչ կենդանի որ լինի, եթե իրան մի բան պատահի, իսկ իրանք կարճ են ապրում, այսպես թե այդպես ինչ որ մի բան պատահելու է ու ես չեմ ուզում ոնց որ այդ ցավը ապրեմ, եկեք սենց ասեմ, դա մի կողմից ու նաև չի ուզենա, որ Ալեքսն էլ օրինակ կենդանի ունենանք, շատ կապվի այդ կենդանու հետ ու երեխեքը շատ ծանր են տանում, եթե ինչ-որ բան է լինում։ Ջեսը ունեցել է իր ավագ երեխաների հետ ու բնականաբար եթե ինչ-որ մի բան է եղել իր նշանը, մի խոսքով շատ ծանր են տարել, դեպրեսիոն է եղել այդ ընթացքը իրանց բոլորի համար, բայց հատկապես երեխեքի համար շատ ծանր են տարել այդ կենդանու բացակայ շունիկ են ունեցել փոքր։ Ու դրա համար ասում եմ չեմ ուզենա որ Ալեքսը օրինակ կենդանի ունենա տանը ու շատ խիստ կապվի ու ոնց որ դրա մեջով անցի, որովհետև կենդանին այսպես թե այնպես շուտ ազատկելու կարճ կյանք ունի կենդանին։ Ինչևէ ընկերներ, դա այդպես, չնայած իր երեխեքը հիմա էլ երկուսն էլ կատու ունեն, Էլիզը շուն ուներ, կատու ուներ, մի խոսքով ունեն, երեխեքը կենդանիներ սիրում են, ունեն, պահում են, բայց նաև մենք ճամփորդում ենք, եթե ճամփորդում ես կամ այդ կենդանուն հետդ պետք է տանես, կենդանիների հետ ճամփորդելը շատ դժվար է, մենք նույնիսկ տանը եթե մի հատ ծաղիկ ունենք, կհիշեք, եթե ծաղիկ էլ լինում է փոթով, չէ, որ ծաղկամանով, ասում մենք շուտ հաճախակի ենք տանց բացակայում, հանգստանալու ենք գնում, կամ ինչ-որ մի ճամփորդության գնում ենք, այդ թեկուզ այդ 2 շաբաթը ոնց է լինելու, նույնիսկ այդ ծաղիկը, բույսը, որ վերցնում եմ, ես նեղվում եմ, որ կամ չորացած տեսնեմ, ավելի լավ է չունենամ, քան պահեմ, սիրեմ, փայփայեմ, բույսն էլ չէ, էլի տենց է, որ
պետք է նայես, խնամում ես, առավոտները արթնանում ես, ջուր ես տալիս, մի խոսքով, ու հետո տեսնում ես չորացել է, նեղվում ես դրանից, ես նեղվում եմ, հետաքրքիր է, չէ, բնավորության գիծա, ինչև ընկերներ ջան, ես ինձ մի հատ կարգի բերեմ, առավոտ շուտ ես ժամը 6-ին եմ արթնանում, ուշ էլ քնում եմ, Ալեքսին որ քնացնում եմ, այնտեղ մի 2-3 ժամ ունեմ, որ իմ համար արդեն իմ ազատ ժամն է այդ 2-3 ժամը, այնքան էլ շուտ է անցնում, ասենք ինչ-որ մի բան եմ կարդում, իմ համար եմ ինչ-որ բան անում, որ ասում եմ, ոչ տուն պետք է մաքրեմ, ոչ ճաշ պետք է ըլփեմ, ոչ մի բան պետք է չանեմ, մենակ իմ մասին, ինչ ուզում եմ անեմ, այդ 2-3 ժամը ստացվում է 1-1:30 նոր քնում եմ ու արթնանում եմ ժամը 6-ին, իհարկե լավ չի, որ այդ ժամերն է գալիս, բայց դե քիչ եմ քնում, մինչև 8 ժամ գոնե պետք է քնես, պետք է արթնանում եմ, որ ես միշտ ասում եմ, չէ մի արթնացի, բայց չեմ կարա, արթնանում եմ, որ սուրճը ինքը այսօր հաց կարակ չեմ էր ուզում, դրա համար սրանին, հետո թողնում եմ, որ Ալեքսն էլ արթնանում է, նայած Ալեքսը օր լինում, որ հաց կարակ չեմ ուզում, հաց կարակ մեղր է ուտում, նայած օր, թե ինչ է ուզում, ինչ է ուտում, դպրոց գնալուց առաջ ու մի հատ բանան է ուտում, գնալուց առաջ, դե մեկ էլ իր հետ լանչը ոչ տանում ընկերներ ջան, հիմա մի հատ արագ գնամ, ինձ կարգի բերեմ, մի հատ էլ սուրճ խմեմ, արթնանամ ու վլոգը շարունակենք։ Բոլոր դասերը արև ես, Ալեքս, այսօր շատ տնային ունես։ Մի այդ պայուսակդ կեղտոտի կյանք։ Շատ։ Ինչ ես անում։ Ինչ ես բացում։ Anna, wait for me. I will go and do something. Wait. Wait for what? Ասում ես որ ոնց է անցել, հա? Not very well. Ինչի՞։ Եկավ տուն արդեն, ես այնտեղ ընթրիքի այս իմ դասերն են ես հեչ։ Ալեքսի դասնա, տեսնենք ինչ է պատվիրել իրան ոնց որ թե բանա, ասմա բացել ես, ասում եմ չէ, ասմա բացի տեսնենք նորմալ է եկել հասել, թե ոչ։ Never cut toward yourself. So Mr. Alexander, never cut toward yourself. Hopefully it's not smashed. Ինքն էլ ինձ ասավրացնում նույն բանը ասում։ They're not very cool with their... What is it? Don't tell me it is a cup. Is it a բաժակ? Ես երեք բաժակ եմ կոտրել. I can't believe you did it. Բաժակ արել։ Don't break that one. Ասում եմ չկոտրես։ Everything smells so funky here. Yeah. It's really terrible. The smell. What Yeah, did they do? the humidity. What? Because of the humidity, I think. It's really stinking. Մի խոսքով նոր բաժակ ունենք, ընկերներ։ Okay, and what is this? Book. Տեսնենք ինչ book է։ Սա։ It's obviously a book, right? Հասկացա։ Now, we have a problem. We don't know if the book is for you or for me, since you're becoming a big reader, Չէ, an avid reader. We'll look at the title and you decide who it's for. Indian Asian geopolitics. Yours, of course. Okay, ժողովուրդ, այսքանը այս պահի դրությամբ գնամ ընթրիքը վերջացնեմ, սալատ հավել, ճիշտ սալատն է մնացել։ Գիտեմ ինչա, նոր են, այսօր են կպցրել։ Գնամ տուն ես էլ նայեմ, տեսնում ես ինչա, Բոլինենի ֆունելը։ Ընտանեկան ինչ-որ, ինչա, բիզնես է, ինչա, կարող շնորհայցնել սկսեմ։ Գնում ենք խանութ, որովհետև վաղը պրոյեկտ ունեն, լավ ասեց նոր, կարող եմ գնալ, պետք է գնենք պլաստիկ բաժակներ և թել, ոնց չեմ սիրում, որ սենց դպրոցից գալիս է, սենց ոնց որ ժամանակ չունես, էլի գնում անելու, ինչև վաղվա պրոյեկտի համար չունենք տենց գոբլեներ, պլաստիկ կապս, հիմա գնանք այդ վերցնենք, թել վերցնենք, տեսնենք ինչ պրոյեկտ են անելու,
Հետո գանք որ տնային աշխատանքները անենք։ Ինչա։ Ահա, նիհալա, չէ՞ նիհալը բոյով։ It's the outwitting train. Ախենում է։ Ոչ մարդկանցից, ոչ մեքենաներից, պրագուլկայի ա դուրս եկել։ To the side. Տուն արդեն այստեղ բաժակներն ենք կընտրել, սենց թել ենք կընտրել, հուսամ, որ այնա ինչը, որ իրենք ուզել են, ես չգիտեմ, բայց ասել են տանը կանեք կբերեք, թե դուք պիտի ընդեղ անեք։ Ընդեղ։ Դել մի բացի, տենց էլ տար մի անգամից։ Այս իրա լանչի համար այս բաններ, քլինքվիններ վերջացել, այստեղ dry fruit sweet չեմ հասցնի այսօր ինչ-որ բան սարքել, սենց բաներ ա վերցրել առավոտվա լանչի համար, լանչի համար չէ, լի առավոտ, որ ինչ-որ մի բան ուտի, բնականաբար շատ ենք վերցրել, սրանք չեմ սիրում, բայց այսօր էլ քմորեղան չեմ հասցնի սարքեմ, այստեղ, այս ինչ էր ամենը, լուծվող սուրճ, կարամելի համով, այս իմ սիրելի սուրճն ա իդեպ, չունեին բացած էր արդեն, բայց ինձ վերցրի, այս Ալեքսը ճանապարհին ծամոներ, ծամեց թուղթը դրել ան մեջը, այստեղ թուղթը կտրելու համար սենց ինչ-որ սուվա ինչը բանա, սենց թուղթը կտրում հանում այլ ձու և հյուտ մինուտ մեյդա այսքան ընկերներ մենք փաթեթել ունենք, փաթեթս վերցրի գնանք տուն բացը միջնայց երևի թե գիտեմ ինչ է այս փաթեթի մեջ բայց ես միասին կբացենք ես մի հատ մազերս հավաքեմ հետո նոր անցնեմ բացելու արարողությանը ընկերներ ու միևնույն ժամանակ պատմեմ թե ինչքան հետաքրքիր մի գիրք եմ կարդում մարդու ենթագիտակցության մասին ասում է այդ գրքում որ ու ես շատ համաձայն եմ այդ գրքի մտքերի հետ ես գրքով ձեզ հետ կկիսվեմ վերջացնելուց հետո դեռ մի քանի բան եմ կարդացել բայց ինչի հետ որ համաձայն եմ որ մարդը ինքնակառավարում իր կյանքը ամեն ինչով սկսված իր ունեցվածքով վերջացրած առողջությունից թե կյանքը ոնց կդասավորվի այդ ամեն ինչով զբաղվում է մարդու ենթագիտակցությունը կա գիտակցություն եւ ենթագիտակցություն գիտակցությունը ասմապատասխանատու է բոլոր ոնց որ ճշգրիտ գործողությունների համար իսկ ենթագիտակցությունը բերում է այն ձեր ցանկությունները ոնց որ ի կատարածվում, այսինքն ինչից որ վախենաք, տենց ժողովրդական մի խոսք էլ կա, չէ, ասում է ինչից վախեցա գլխիս եկավ, ինչից որ վախենում եք, դուք անթակ սիգնալ եք ուղարկում ձեր ենթագիտակցությանը ու ենթագիտակցություն չի հասկանում, որ դա վախ է կամ ինչ-որ բան է, ինքը հենց դա միանգամից ընդունում է որպես որ պետքա կատարվի ու ամբողջությամբ այն ինչից որ դուք վախենում եք, դա կլինի իր կատարկացվի։ Չես որ բաժակա պատվիրել, գրված է այսպես։ Ուրեմն վրայի գրվածքը գրված է, որ all men are created equal, but the best are born in June։ Ալեքսս ջուն ամսին ա ծնվել, հունիս ամսին ա ծնվել եւ այս բաժակը հենց դրա մասին ասում է բոլոր տղամարդիկ ստեղծվել են հավասար, բայց այն տղամարդիկ ովքեր որ ծնվել են հունիս ամսին, դրանք իրենք լավագույնն են։ Այս Ալեքսի պատվին ա գնել բաժակ ընկերներ ջան, սա այսպես իմ սիրելի բարեկամներ, հիմա հուսամ էլ բաժակ չենք ստանա, չես ստենց հա մի բան, որ ասենք պետքա գնում է այդ բաժին, չէ, ասենք բաժակների բաժին ա ընկել ու չի կողմնորոշվել, թե այդ բաժակներից որը առնի, որը թողի,
Մեկի փոխարեն մի քանի հատ համոզված եմ, որ էլի է պատվիրել, հեսա որ գա կիմանանք, էլի ունենք բաժակի պատվեր, թե ոչ, ինչևէ, շարունակեմ մեր խոսակցությունը ու նույնը նաև ասում եմ, երբ որ գնում ես խանութ, ինչ որ մի բան տեսնում ես ու մտքումդ ասենք թանկ մեքենա, թանկանոց տուն, որ կարող եմ մտածես, վա ես երբեք չեմ կարող ունենալ մեծ ասաբնյակ, ասում եմ դու երբեք չես ունենա, որովհետև այդ սիգնալները դու ուղարկում ես քո ենթագիտակցությանը ու ենթագիտակցությունը ինչ որ քայլեր չի ձեռնարկում, այսինքն որ այս մարդուն էսա պետք, եթե դու ասես ես այս տունը պիտի գնեմ, այս ասաբնյակը, ասում ինքը ուրիշ ձև է մտածում, ինքը որոշում է, ստեղծում է, դու էլ չես հասկանում, թե դա ոնց է լինում, բայց նպատակը գնում է ենթագիտակցությունը այդ ոնց որ քայլին, էլ այդ գործողություն, որ դա իրականանա։ Իսկ եթե ասես չէ, էս իմ համար չի, այդ ենթագիտակցությունը ոչ մի բան էլ չի անում, այդ ընդունում է, որ չէ, էս մարդու համար չի սա, ու տենց օքեյ, որն է քո համար այդ դեպքում, ուրիշ բաներով կզբաղվեմ։ Մի խոսքով շատ հետաքրքիր գիրք է, որ էլի բեսթսելերներից է, ժամանակի ու նոր հեղինակ չի, բավականին ճանաչված հեղինակ է, կարդամ վերջացնեմ, ձեր հետ էլ կկիսվեմ ընկերներ ջան իմ կարդացածով, գիտեմ դուք էլ սիրում եք, ես նաև ճիշտն ասած մի հատ նոր լեզու եմ ուսումնասիրում, այդ լեզվի ուսումնասիրությունը ինչից է առաջացել, նոր հայտարարությունն եմ չմոռանամ, որ ժամանակից էլ ոնց որ չանցնեմ, երեք ինձ գիտեք Լուի Վիտոնի դասերին, որ մասնակցում եմ, այնտեղ ինձ նորությունները գալիս են եւ վերջին նորությունը հետեւյալն է, որ Ֆրանսիայում 3 քաղաքներում, որից մեկը լինելու է Լիոնում, այն երկու քաղաքները չեմ հիշում, որ հատվածում է լինելու է աշխատանքի տոնավաճառ, այսինքն իրենք գալու են, ներկայացնելու են, թե ինչ ոլորտներում են աշխատակիցներ փնտրում եւ ովքեր որ աշխատանք են փնտրում, կարող են գնալ այնտեղ տեսնել, ծանոթանալ, նաև դասընթացներ, ինչ դասընթացներ իրենք կունենան, մի խոսքով հետաքրքիր կոնտակտներ կարող եք ձեռք բերել, ես հասցեն այստեղ անպայման կգրեմ, այսօր անպայման կտեղադրեմ այս տեսանյութը, որ եթե ձեզ հետաքրքիր է, ձեզ էլ մոտ է, բաց չթողնեք, գնացեք, իմացեք, ինֆորմացված լինելը շատ լավ բան է, այս ոլորտում հատկապես, եթե ուզում եք աշխատանք գտնեք, մի խոսքով հունվար ամիսը, հունվար փետրվարն էլ փետրվարի սկիզբը, օրինակ Բելգիայում այդպես է, աշխատանքի համար տոնավաճառներ են կազմակերպվում ու ամենալավ ամիսներն են 1 հունվար-փետրվար սկիզբը աշխատանք գտնելու համար, նաև արձակուրդներից հետո այդ գալիս է օգոստոս ամիսը, հուլիս-օգոստոս ամիսները, որովհետև այս այն ժամանակաշրջանն է, երբ որ այդ ոլորտում աշխատող մարդիկ փոխում են աշխատանքը, մի խոսքով կյանքում փոփոխություններ հատկապես աշխատանքի ոլորտում այս շրջանում է տեղի ունենում ու եթե աշխատանք ենք փնտրում, այս ժամանակ ամենահարմարն է, ամենաշատն է լինում, հետո ընթացքում լինում է, որ 1-2-ը, բայց հիմնականում կոնտրակտներն էլ, որ կնքվում են մարդկանց հետ, հենց կոնտրակտի ժամանակները այս ժամանակներն են, որ մեկը հունվար տենց փոփոխություններն են լինում, հունվար-փետրվար, մեկը հուլիս-օգոստոս, մի քիչ ինչ որտեղ սեպտեմբեր ամիսները, սա էլ այսպես ընկերներ ջան, հուսով եմ, որ ես ձեզ ամեն ինչ հասցրի ասեմ, այս վլոգի շրջանակներում կհանդիպենք արդեն մեր մյուս վլոգներում։